Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ պարոն Գալստյան զեկույցի համար։ Ես երկու հարց ունեմ, հարցս վերաբերում է նաև դրամի արժևորմանը, դոլարի նկատմամբ ինչով է պայմանավորված, վերջին շրջանում նկատում ենք, շատ նկատելի է, եւ երկրորդը վերջին աշխարհում տիրող այս հակամարտությունների ֆոնին կարող է արդյոք մեզ մոտ վերաֆինանսավորման տոկոսային դրույթի վրա ազդեցություն ունենալ դա։ Շնորհակալություն հարցերի համար։ Դրամի արժևորման հիմքում ընկած է ֆինանսական հոսքերի ավելացումը դեպի Հայաստան։ Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում որոշակի գործողություններ իրականացնում է, բայց գիտեք, որ մենք անում ենք դա այն ժամանակ, երբ որ շուկան դառնում է միակողմանի կամ շուկայում ձևավորվում է մի իրավիճակ, որ կա առաջարկ, բայց չկա պահանջարկ կամ այսինքն դիսբալանս է տեղի ունենում շուկայում, մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ հոսքերը այնքան են մեծացել, որ որոշակի ազդեցություն փոխարժեքի վրա ունեն։ Ու մենք չենք մենակ, նաև Ռուսաստանում է փոխարժեքը արժևորվում, եվրոն էս վերջերս արժևորվում, այսինքն ամեն դոլարի նկատմամբ նոմինալ արտահայտությամբ մենք ունենք փոխարժեքի որոշակի նվազում, բայց օրինակ ռուսական ռուբլու նկատմամբ ոնց որ թե մեր փոխարժեքը ավելի կայուն վարկագիծ է դրսևորում ու ռեալ էֆեկտիվ տոկոսադրույքի տեսանկյունից արժևորումը այդքան մեծ չի։ Հիմա ինչ վերաբերում է աշխարհում զարգացումներին, շատ դժվար է կանխատեսել զարգացումները ուր մեզ կտանեն։ Մի բան ակնհայտ է, որ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգները հակամարտության ներքո Հորմուզի նեղուցի փակ լինելը, եթե նույնիսկ այսօր ավարտվի, իր ազդեցությունը դեռևս որոշակի ժամանակ շարունակվելու է, ու մենք դրա ազդեցությունը առաջարկի տեսանկյունից ունենալու ենք, այսինքն լինելու են որոշակի ապրանքներ, հիմնականում էներգակիրները, որոնց գները գնալու է վերև։ Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճի զարգացումներին, ես ինչպես նշեցի, մենք մտավախություն ունենք, որ գնաճը Հայաստանում այս 5-3-ը ոչ միայն պայմանավորված է բացառապես առաջարկով, այլ նաև կան պահանջարկի որոշակի էլեմենտներ, օրինակ ֆիսկալը ավելի շատ է ծախսում, մեր արտաքին պահանջարկը ավելի ուժեղ է, քան մենք սպասում էինք, որը պահանջարկի տեսանկյունից ազդում ու կենտրոնական բանկը պիտի արձագանքի։ Հենց որ եթե մենք տեսնենք, որ պահանջարկի կոմպոնենտներով պայմանավորված գնաճի մեջ որոշակի դրսևորումները մեծանում են, մենք անպայման արձագանքելու ենք ու գնաճը բերելու ենք նպատակային թիրախի վրա։